լրատվամիջոցների հետ կապված մի հարց ունեմ։ Ես ձեզ խնդրում եմ, որ վերականգնեք մեր գործընկերների հավատարմագրումը, պարոն Սիմոնյան։ Խնդրում եմ, որ չմոռանաք, որ եթե Սերժ Սարգսյանի ժամանակ էլ անցյալում այսպես միջանցքները փակ լինեին, մենք Շմայսին, տարբեր օլիգարխների, ձեր կոչմող օդիոս դեմքերի հնարավորություն չենք ունենա հարցեր ուղղելու, նրանց մերկացնելու, եւ դուք հնարավոր է չգայեք իշխանության, պարոն Սիմոնյան։ Ինչի՞ չեք վերականգնում մեր գործընկերների հավատարմագրումը։ Օրենքը խնդրանքով չի լնում, մի ընդհատեք, օրենքը խնդրանքով չի լնում, ինչ վերաբերում է առաջվա ժամանակներին լրատվական դաշտի 99%-ը վերահսկել էին, կային 1, 2, 3, 4 անհատ լրագրողներ, որոնցից մի մասը այսօր էլ կա, եւ այդ անհատ լրագրողներն էին, որ այսպես ասած աչքի էին ընկնում, մնացած լրատվական դաշտը վերահսկել էր, ինչ պետք է իրանք անհանգստանային որևիցե խոսքից, իսկ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, մեր կուսակցությունը, մեր քաղաքական գործունեությունը, ես նման եմ մարդու, որ լրատվամիջոցներից խուսափում է, դուք եք ինձնից խուսափում, ինչ աշխում, ինչի՞ չեք թողնում, կարող է այդ իմ ես ասում եմ 10, 20 թե 30 օր առաջ եմ հարցազրույց տվել, մեծ հարցազրույց, ես մենք նման ենք մարդկանց, ովքեր լրատվամիջոցներից խուսափում են, օրենք խախտել է, ոչ, սովորեք կանոններով, ուղղակի սովորեք կանոններով աշխատել, էլի, այդտենց չի լինում, այդ ինչա, մի հատ պուճուրիկ բան ա գողացել, էլի, մի հատ պուճուրիկ, լավ էլի, վերջացու, լսի, մի վերացի, այս խոսակցությունը, կավարտես խոսեմ, թե դու արիստեղ կանգնի, կավարտես խոսեմ, այլ հարցեր կունես, չեմ պատասխանում պատգամավորները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի լրագրողները հարցեր ուղղենք արգելված գոտուց գան մահկանացուների համար նախատեսված վայր, որ մենք կարողանանք հարցեր տանք եւ այդ սահմանները չհատենք, դա կազմակերպեն Գավառը բացարձակ չի շփվում լրագրողների հետ։ Արտուր Հովհաննիսյանը, որ այս կողմով են գնում գալիս եւ որտեղ լրագրողները չեն կարող լինել, հնարավորություն չկա իրենց հարց տալու։ Բայց տեսեք, իրոք, եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք։ Ավելի բաց, ավելի շատ խոսացող իշխանություն Հայաստանում երբևիցե չի եղել։ Ես կոնկրետ մարդկանց չգիտեմ, հիմա մարդը իր աշխատավայրում է գտնվում։ Նարեկ ջան, հասկանում եմ, բայց ես խորհրդանի նախագահ եմ, բայց ես Հայկ Կոնջոյանի կամ որևիցե մեկ այլ падգամավորի չեմ կարող ստիպել, ասել, դու պետքա հարցազրույց տաս։ Դա խմբակցությունը կարող է անել, վերջացնեմ, էլի, խմբակցությունը կարող է անել, բայց այնուամենայնիվ չի կարելի падգամավորին մեղադրել, հիմա մենք հասկացանք, բացենք, նկատեցիր խոսում եմ, նկատել ես, որ խոսում եմ, գիտեմ, որ Հայկերի խմբակցության ղեկավարը, տեղյակ ես, որ ես այդ խմբակցություն, դե մի ընդհատ ինձ խնդրում եմ։ Ես կարծում եմ, որ падգամավորը ինքը պետք է որոշի, երբ ինքը պատրաստ հարցազրույց տալ։ Ինձ ես ձեր կողքով անցա։ Դուք ինձ բան հարց չտվեցիք։ Եկա Տիկին Ջեբեջան ասեց հարց ունեմ, ասի կպատասխանեմ։ Դուք եկաք հավաքվեցիք։ Դուք որոշեցիք, չեկաք ինձ հարցեր տալ։ Դե թողեք падգամավորն էլ որոշի, երբ որ ինքը պատրաստ է, ասելիք ունի։ Եվ այլն, բայց այնուամենայնիվ բաց են այմարտ, ասենք ավելի բաց падգամավոր խոսացող իշխանություն եղել է, վարչապետը ամեն շաբաթ ճեպազրույց է տալի բոլոր։ Ես 3 օրը մեկ 40-45 րոպե բոլորիդ հետ խոսում եմ։ Պարոն Կոնջորյան, դե կներես էլի, իսկ ինչ տարբերություն իմը Կոնջորյանի միջև։ Ենթադրենք ինքը ինչ է նշանակում։ Չէ, իհարկե թաքցնելու առումով ոչ մի տարբերություն ոչ մի ինքը դրա պարզաբանումը տվել է եւ որևիցե այդտեղ կարծում եմ փակ թեմա չի կարող լինել այլևս։ Բան ուղարկեք, օրենքով հարգելիս, օրենքով հարցում ուղարկեք։ Էդ էլ համ կա։ Եթե ժամանակին կարող եք հարցում ուղարկել նախկին իշխանության ժամանակել այդ միջանցքները փակ լինեին, հիմա բազմաթիվ լրագրողներ զրկված էին հավատարմագրումից եւ այն, բայց չի։ Էլի այդ նախկինները որ բերում եք, հետո ինձ հարցնում եք, ասում եք ղեք նախկինից խոսում։ Նախկինում ձեզանից ոչ մեկը կյանքում չէր իմանա իրանց խմբակցության ղեկավարը քանի միլիոն դոլարով, այս դեպքում որ ասենք ընկել եք 3 թե 4-5 միլիոն դրամի տարբերություն եք փնտրում, ով որտեղ ինչ տուն ունի, որ երկրի քաղաքացի է, կամ կծեծեին, կամ կզանգեին խմբագիրներին գործից հանել կտակ, շատ լավ նայել եմ, հա, իսկ էդում ասաբնյակներն է հրապարակել, հələ մի հատ ինձ կուղարկեք, ներողություն,
մանումենտի դեղեկը վերջերս ա եղել։ Մանումենտի դեղեկը վերջերս ա եղել։ Մի ստից բաներ խոսեցեք։ Գնացեք, ասում եմ։ Գնացեք, նայեք այն ժամանակվա խոսքի ազատությունը, այս ժամանակվա խոսքի ազատությունը, խոսքի ազատությունը ասում եմ վերածվել է լկտիության։ Ամեն մարդ, ով որ ինտերնետ մուտք ունի, որոշում է որ պետք է ինչ որ մեկին վիրավորի, նաև լրագրողներին է դա վերաբերվում, նկատի ունեմ լրագրողներին էլ են վիրավորում ու առիթից օգտվելով ասում եմ, որպես ԿՊ կուսակցության անդամ, որպես այո, մեր աջակիցներին եմ դիմում, որևիցե մեկը իրավունք չունի, որևիցե լրագրողի, որևիցե ձևով վիրավորի, դա վատ բառ չեմ ուզում ասեմ, ամենավատ բանն է, որ կարող է մարդը անել, դա նշանակում է փաստարկ չկա, դա նշանակում է ինչ որ չգիտեմ, ասելիք չկա, դա դիմում եմ այն մարդկանց, ովքեր որ համարում են, որ իրանք իրավունքը իրենց պետք է վերապահել լրագրողին վիրավորել։ Անթույլատրելի բան է։ Վերջ։ Հերթ մի րոպե։ Հաջորդը ես եմ։ Ասենց հերթով։ Դա ավելի վերջացավ, իմ ու քո, այսպես ասած, աստղային պահը վերջացավ, վերջ։